Ծննդոց, գլուխ 32 Հակոբը գնաց իր ճանապարհը և Աստծու հրեշտակները հանդիպեցին նրան։ Երբ Հակոբը տեսավ նրանց, ասաց. «Սա Աստծու բանակն է», և այդ վայրի անունը դրեց Մանայիմ։ Հակոբն իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց իր եղբայր Եսավի մոտ Սեիր երկիրը, Եդովմի գավառը, և պատվիրեց նրանց ասելով. «Այսպես ասացեք իմ տիրոջը Եսավին. այսպես է ասում քո ծառա Հակոբը. Լաբանի մոտ պանդխտություն արեցի և մինչև հիմա այնտեղ ապրեցի։ Ես ունեմ արջառներ, էշեր, հոտեր, ծառաներ և աղախիններ։ Հիմա մարդ եմ ուղարկում իմացնելու իմ տիրոջը, որ շնորհ գտնեմ քո առաջ»։ Պատգամավորները վերադառնալով Հակոբի մոտ ասացին. «Գնացինք քո եղբոր Եսավի մոտ, նա էլ 400 մարդկանցով գալիս է քեզ դիմավորելու»։ Հակոբը շատ վախեցավ և շփոթվեց։ Իր հետ եղած ժողովրդին, հոտերը, արջառները և ուղտերը երկու խմբի բաժանեց, մտածելով. եթե Եսավը հասնի և մի խմբին հարվածելու լինի, մյուս խումբը կազատվի։ Եվ Հակոբն ասաց. «Ով իմ հայր Աբրահամի Աստված և իմ հայր Իսահակի Աստված, ով Տեր, որ ինձ ասացիր. վերադարձիր քո երկիրը և քո ազգականների մոտ, և բարիք կանեմ քեզ։ Ես արժանի չեմ այն բոլոր ողորմություններին և ամեն հավատարմությանը, որ ցույց ես տվել քո ծառային, որովհետև միայն գավազանովս անցա այս Հորդանանից, իսկ հիմա երկու խմբի տեր եղա։ Ազատիր ինձ հիմա իմ եղբայր Եսավի ձեռքից, որովհետև վախենում եմ նրանից։ Միգուցե գա և հարվածի ինձ ու մորը երեխաների հետ։ Դու ասացիր, թե անպատճառ բարիք կանեմ քեզ և քո սերունդը ծովի ավազի չափ կանեմ, որ շատությունից հաշվել չլինի»։ Հակոբն այդ գիշեր այնտեղ մնաց և իր ունեցածից իր եղբայր Եսավի համար ընծաներ վերցրեց. 200 այծ, 20 նոխազ, 200 մագի և 20 խոյ, 30 ծիծ տվող ուղտ իրենց ձագերի հետ, 40 կով, 10 ցուլ, 20 էգ էշ և 10 քուռակ։ Նա յուրաքանչյուր հոտ առանձին իր ծառաների ձեռքը հանձնեց և ասաց իր ծառաներին. «Անցեք իմ առաջ և հոտերի միջև տարածք թողեք»։ Առաջինին պատվիրեց ասելով. «Երբ իմ եղբայր Եսավը հանդիպի քեզ և հարցնի, թե դու ում ծառան ես և ուր ես գնում և ումն է առջևիցդ գնացող այս հոտը, այն ժամանակ կասես. քո ծառա Հակոբինն է, սա ընծա է իմ տիրոջը Եսավին ուղարկված, իսկ ինքն էլ ահա մեր ետևում է»։ Այսպես էլ պատվիրեց երկրորդին, երրորդին և հոտերի ետևից բոլոր գնացողներին ասելով. «Այսպես կխոսեք Եսավի հետ, երբ հանդիպեք նրան. և ասացեք. ահա քո ծառա Հակոբն էլ մեր ետևում է, որովհետև ասում էր. կփափկեցնեմ նրան այս ընծաներով, որ գնում են իմ առջևից, և ապա կտեսնեմ նրա երեսը, գուցե նա ինձ ընդունի»։ Ընծաներն իրենից առաջ գնացին, իսկ ինքն այդ գիշեր մնաց այնտեղ, բանակատեղիում։ Եվ այն գիշերը վեր կացավ, առավ իր երկու կանանց, իր երկու աղախիններին, իր 11 որդիներին և անցավ Հաբոկի ծանծաղուտով։ Նրանց առավ, անցկացրեց վտակով, անցկացրեց նաև իր ամբողջ ունեցվածքը։ Եվ Հակոբը մնաց միայնակ, և մի մարդ գոտեմարտում էր նրա հետ մինչև արևածագ։ Երբ մարդը տեսավ, որ չկարողացավ հաղթել նրան, դիպավ նրա ազդրի ջղին, և Հակոբի ազդրի ջիղը թուլացավ նրա հետ գոտեմարտելու ժամանակ։ Նա ասաց. «Թույլ տուր ինձ, որովհետև արշալույսը բացվեց»։ Հակոբն ասաց. «Չեմ թողնի քեզ, մինչև որ ինձ չօրհնես»։ Եվ ասաց նրան. «Ի՞նչ է քո անունը»։ Նա էլ պատասխանեց. «Հակոբ է»։ Նա ասաց. «Քո անունն այլևս թող Հակոբ չասվի, այլ Իսրայել, որովհետև դու մարտնչեցիր Աստծու հետ ու մարդկանց հետ և հաղթեցիր»։ Հակոբը հարցրեց և ասաց. «Աղաչում եմ, ասա քո անունը»։ Նա պատասխանեց. «Ինչու ես հարցնում իմ անունը»։ Եվ նա այնտեղ օրհնեց Հակոբին։
Հակոբն այդ տեղը կոչեց Փանուել, որովհետև ասաց նա. Աստծուն տեսա դեմ առ դեմ և ողջ մնացի։ Արեգակը ծագեց Հակոբի վրա, երբ Փանուելից անցավ և կաղում էր իր ազդրի վրա։ Դրա համար էլ Իսրայելի որդիները մինչև այսօր ազդրի վրայի թուլացած ջիղը չեն ուտում, որովհետև Հակոբի ազդրի թուլացած ջղին դիպավ։